Հայաստանի տնտեսական պատկերն այսօր ունի ընդգծված անհամամասնություն, երկրում գործող բիզնեսների ռեկորդային 99.8%-ը փոքր և միջին ձեռնարկություններ են, սակայն իրականում այս մեծ բանակը ստեղծում է երկրի հնայի ընդամենը 1/3-ը։ Խնդիրը հստակ է, մենք ունենք բիզնեսների մեծ քանակ, բայց ցածր արտադրողականություն։ Շատ բիզնեսներ չեն կարողանում մեծանալ, իսկ գործունեությունը մեծամասամբ կենտրոնացած է Երևանում։ Այս անհամամասնությունը շտկելու համար մշակվել է ՓՄԾ զարգացման նոր 2026-2030 թվականների ռազմավարությունը։ Փաստաթուղթը, որը պետք է դառնա ոլորտի առաջիկա 5 տարիների ճանապարհային քարտեզը, քննարկման սեղանին դրվեց ՓՄԾ զարգացման խորհրդի 29-րդ նիստում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ։ Ռազմավարության մշակմանը ներգրավված Սիվիտա խորհրդատվական ընկերության ներկայացուցիչ Սևակ Հովհաննիսյանի խոսքով, նոր մոտեցման հիմքում ոչ թե համահարթեցումն է, այլ բիզնեսի կենսափուլը։ Առաջին կարևոր առանձնահատկությունը այն է, որ մենք փորձել ենք հասկանալ ձեռնարկությունների կենսացիկլից բխող խնդիրները, առաջնահերթությունները, որովհետև միկրոընկերությունները, սկսնակները այլ խնդիրներ ունեն, միջին ընկերությունները այլ խնդիրներ ունեն, արագ զարգացող եւ միջազգայնացման մեծ պոտենցիալ ունեցող ընկերությունները այլ խնդիր ունեն եւ այս ռազմավարությունում տարանջատել են գործիքակազմ եւ ծրագրերը ելնելով իրենց կարիքներից։ Նիստի ընթացքում ներկայացված նախագիծը սահմանում է չափազանց հավակնոտ նշաձողեր։ Մինչև 2030 թվականը նախատեսվում է ՓՄԶ-ների ստեղծած ավելացված արժեքը մեկ աշխատողի հաշվով հասցնել ավելի քան 13.2 միլիոն դրամի, ինչը որակական թռիչք կլինի տնտեսության համար։ Ռազմավարությունը հենվում է 5 հիմնական սյուների վրա՝ արտադրողականություն, նորարարություն, կանաչ տնտեսություն, ներառականություն եւ դիմակայունություն։ Ընդ որում ծրագիրը հատուկ շեշտադրում է կատարում մարզային զարգացման և կանանց ներգրավվածության վրա։ Նպատակ կա մարզերի մասնաբաժինը բիզնես շրջանառության մեջ հասցնել 35%-ի, իսկ կին գործատուների թիվը ներկայիս 25%-ից դարձնել 35%։ Կարևոր առանձնահատկությունից է այս ռազմավարության, որ մենք այս ռազմավարությամբ փորձում ենք թիրախել նաև տնտեսական աճի որակը։ Այսօրվա իրականությունը ցույց է տալիս, որ տնտեսության դիմակայունությունը, տնտեսության կայունությունը, ներառականությունը բավականին կարևոր նշանակություն ունեն, որոնք եւ փորձել են թիրախվել գործիքակազմի նկատմամբ պայմանների կիրառման միջոցով։ Մասնավորապես, եթե այդ ընկերությունները ներդրումներ են կատարում մարզերում կամ երիտասարդների կողմից կամ կանանց կողմից վարվող բիզնեսներն առավել արտոնյալ պայմաններ են տրամադրում այդ տիպի բիզնեսներին։ Ռազմավարության բովանդակային մասը, նպատակներն ու թիրախները խորհրդի անդամների կողմից ընդունվեցին դրական։ Հիմնական բանավեճը ծավալվեց մեկ առանցքային հարցի շուրջ՝ ով է իրականացնելու այս ամենը։ Խնդիրն այն է, որ վերջին տարիներին Հայաստանում չի գործել ՓՄԶ քաղաքականության իրականացման մասնագիտացված կառույց, եւ գործառույթները բաշխված են եղել էկոնոմիկայի նախարարության տարբեր օղակների միջև։ Նիստի մասնակիցներին ներկայացվեց երկու հնարավոր ճանապարհ։ Մի մոդելը, որ քննարկվեց, ներդրումների աջակցման կենտրոնի շրջանակում առանձին work stream-եր ստեղծելու մոտեցումն էր, որը կունենա եւ արտահանման ուղղություն եւ ՊՄԾ ուղղություն, համապատասխան նոր կարողություններ ձևավորելով, համապատասխան ուղղությունների համար տնօրեն եւ խորհուրդ նշանակելու տրամաբանության մեջ, եւ երկրորդ մոդելը, որ քննարկվում էր, դա միությունների հետ միասին մասնակցային մոդելով նոր կառույց ստեղծելու գաղափարներ, պետություն մասնավոր համագործակցության ֆորմատով, որտեղ նաև փոքր միջին բիզնեսները հնարավորություն կունենան միությունների միջոցով որոշակի չափով ֆինանսավորելու այդ կառույցի գոյությունը եւ օպերացիոն ծախսերը։ Քննարկման արդյունքում որոշվեց ռազմավարության նախագիծը ընդունել որպես հիմք, սակայն ինստիտուցիոնալ կառուցվածքի մասով կատարել լրացուցիչ ճշգրտումներ։ Ժամանակը սուղ է, վերջնական որոշումը պետք է կայացվի արդեն հունվարին, որպեսզի համակարգը սկսի աշխատել եւ աջակցությունը հասնի բիզնեսին։ Հունվարի 20-ից 25 ընկած հատվածում փոխվարչապետի գլխավորությամբ մյուս նիստի ընթացքում արդեն վերջնական որոշումը կկայացվի եւ կգնանք արդեն ռազմավարության հաստատման ուղղությամբ։